Բարի գարնանային օր բոլորին, հուսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք։ Որոշեցի այսօր վլոգը սկսել այս սիրունագույն կադրով, այդտեղ ծաղիկներն են, որոնք ստացել եմ ծնունդիս, չնայած որ չենք նշել այս տարի։ Իդեպ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հիշել ու շնորհավորել էին, չնայած նրան, որ ոչ մի տեղ ծննդյանս օրը նշված չի, բայց ամսի 5-ին հիշել ու շնորհավորել էին, անչափ շնորհակալ եմ եւ առաջարկում եմ միանգամից անցնենք այսօրվա վլոգին, որում կտեսնեք մեզ, Պահքի բաղադրատոմսեր ու պատվերներ ու էլի պատվերներ։ Ես ծաղիկներից ջուրը փոխեցի ու դուրս եկա։ Միասին գնում ենք առևտրի կենտրոն, ժամն էլ չնայեցի, ենթադրում եմ, որ մոտավորապես 1 ժամ ժամանակ ունենք։ Իմ օրերը անցնում են ցնցվածքի մեջ, ինչպես միշտ, քանի որ գայուշը ժամը 12-ին գալիս է տուն հաց ուտելու, այնպես է ստացվում, որ իմ օրը կիսվում է, ոնց որ առավոտյան մինչև 12-ը ու հետո 2-ից հետո երբ ինքը նորից գնում է դպրոց։ Այսօրվա մոլ գնալու նպատակը այս գարնանը ընդառաջ իմ տնային զգեստապահարանը, տնային հագուստների պահարանը, բաժինը մի քիչ թարմացնելն է։ Տեղ գնալու հագուստ առայժմ չեմ ուզում գնել։ Կուզեի տանը հագնելու ինչ-որ բաներ, մի քանի մայկաներ արդեն պատվիրել եմ, չեմ հիշում քանի, երևի մի 5-6-7 կարճաթև մայկաներ, բայց տաբատ չեմ պատվիրել, միշտ մտածում եմ կարող է դες ներսի կողմը չեմ տեսնում, կարող է հաստ լինի, կարող է հարմար չլինի։ Երկու խանութ կմտնեմ, կփորձեմ, տեսնեմ լավ կլինի։ Կառնենք, չէ, այսօր շատ բարկացած եմ արթնացել, 2 րոպեից գալիս ավտոբուսը։ Ուրեմն, չգիտեմ, այս գործ անողները ինչի որոշել էին 7:45 գային ու մեր շենքի տակ ինչ-որ դռելով բան ծակեին, սարքեին, կատաղած արթնացել եմ ու էլ չեմ կարողացել քնել, բարեբախտաբար Եվային բերեցի իմ մոտ ու տենց մի ժամ էլ ինքը արթնանալուց հետո նորից քնեց, թե չէ ժամը 8-ը չկար, դեռ այդ ժամանակ որ արթնանար, լրիվ ռեժիմը խախտվելու էր։ Եվ հասանք 40 րոպե ունենք, միած արագ մտնենք Սեա, հետո կգնանք Pull&Bear, երևի թե այդքանով կսահմանափակվենք, տան տաբատները միշտ կամ ստեղից եմ առնում, կամ ընդեղից։ Շատ լավն են, բայց սրանց մեջ այսենց հաստ ձմեռայինն է, քեզ նույնից գտնել բարակ տարբերակը։ Ինչ լավն է։ Սրա նման ինչ-որ բաներ եմ պատվիրել, եթե ճիշտ եմ հիշում, բայց կարելի է փորձել մի հատ։ Էլի լավ տաբատներ, բայց հաստ, նույնի սերն եմ վերցրեցի։ Սինքն էլ լավը վաղուց այս գույնից ինչ չեմ հաճել, բայց երևի քինսը թողենք հետո։ Սենց բաներ կան, շրանք էլ լավ ամառային են, շմորտեր կան, կարելի է մի հատ սրավիստ փորձել, տրիկո, Դերիկ Սենալավում Փորձենք լավ տեսնեմ Եվան դուրս կգա, թե չէ Այ, ես եմ անգալիս Հատ գույն հավատքի Կամարար սիրուն է երևում, բայց մի թափած ոնց որ լինի Սնորն ասել հաստա Փորձենք գնանք, մի բան չգտա Տեղ չկա, որ նորմալ չեստամ, բայց չէ
Գնացինք մայկաները էլ էի վերցրել, շատ անդուր լայն էր, շորտը չհավանեցի, տրիկոն էլ չփորձեցի, Եվան լացում էր, գնացինք։ Իմ մյուս սիրելի խանութը, ստեղի տնային շորերը երբեք չեմ փորձել, տեկեք նայենք տաբատները։ Տաբատը վերցրի, մի հատ էլ ստեղ նայենք ու գնանք։ Ինձ անգամ ստեղից էլ շատ լավ տաբատ եմ առել տան համար։ Սենց բան կա։ Կասկածում եմ, որ կհավանեմ, բայց փորձենք։ Այնքան վատը չի, ինչքան պատկերացնելի, բայց երևի ամեն դեպքում չէ։ Մայկեն լավն է։ Մայկան կվերցնեմ, որովհետև սև կարճաթև մայկան երբեք շատ չի լինում։ Կուզեի մի երկու բան էլ Եվային առնեի, բայց այլ ժամանակ չունեմ, վազեցինք տուն։ Ժողովուրդ, մի հատ ստեղ նայեք, խնդրում եմ, ինչ եմ հետս բերեմ մոլից, ուրեմ դուրս եմ եկել, սենց արագ գնում ենք տրամվայի կանգար, մեկ էտ զգում եմ, որ մի բան խանգարում այդ կալասկայի ակին, որ չնայեցի, տերամ ես երկաթս մխրճվել է, ինչ-որ մի տեղ, կպել է կալասկային, ու սենց մենք դուրս ենք եկել մոլից, գնում ենք։ Իրականում ահա որ անորակ տոպրակներ են, հետո եկել եմ ասում գոնե լավ բան լիներ, ու չգիտեմ, որ չշտապեի կտանեի հետ կտայի, որովհետև ինչի սա պետք էս, ու ձեռս գնում է որ թափեմ, մեկ էլ մտածում եմ կարող է տանեմ հետ տամ չհավատան, չգիտեմ, հələ որ սենց պահել եմ, հավանաբար որ գնամ կտանեմ, որովհետև չեմ օգտագործելու, ափսոս է, չգիտեմ, եթե վաճառելու են ինչ-որ մեկը առնելու է, թող վաճառեն, դժվար գողանալուց էլ ես երկաթով գողանայի, հասցրեցի անձեռոցիկ վերցնեմ զատիկի ու սենց տարբեր ճուտիկներ, ամենալավը էսա ու այս ձվիկի մեջ, զատիկին կօգտագործենք, իրենց մի բան կանենք, կդնենք սեղանին։ Դուք մեկնաբանություններում գրեք, թե ինչով եք զբաղված հիմա, իսկ ես, եթե հասկացաք բաղադրիչներից, պատրաստվում եմ պատրաստել տոլմա, սուտ տոլմա, իհարկե անկեղծ պիտի գտնվեմ ու ասեմ, որ թերահավատորեն եմ շատ պատրաստում, չեմ մտածում ոնց կարող է բլղուրով կամ բրնձով պատրաստված տոլման լինի համեղ, բայց քանի պահը եկել է, կսարքեմ հիմա, որովհետև եթե պահքի մեջ չլինեմ, հաստատ չեմ պատրաստի, այդքան կասկածում եմ, որ համով լինի, այստեղ սոխն է պատրաստվում, երկու գույնի սոխ ունեի, երկուսից էլ դրել եմ, տերևը արդեն պատրաստ է, սոխարածը երկար մանրակրկիտ երևի տենց մի ժամ կեփեմ, որ լավ եփվի, հետո այս տոմատը կբացեմ ջրով կլցնեմ, շատ ափսոս, բայց չունեմ ոչ աջիկա, խորժակ, տենց համով բան է, որ լցնեմ գոնե, տենց համովացնեմ, բայց կխառնեմ այս տոմատով սոխարածը ու լիքը կանաչիներ, ամենախառը կանաչիները ու համեմունքներ, վերջում կասեմ, ինչ ստացվեց, արժի ընդհանրապես փորձել, թե չէ, եթե դուք էլ իմ նման մինչև հիմա չեք փորձել։ Վերջին սոխարածով, տոմատով, կանաչիներով ու ամենատարբեր համեմունքներով այս համովությունը արդեն պատրաստ է։ Իմիջայլոց հիմա բրնձի մի մասին ոսպել կխաշեմ, կավելացնեմ, արդյունքում կունենանք մի կաթսայի մեջ ոչ թե երկու, այլ 3 տեսակի տոլմա։ Եվ ահա իմ տոլմաների վերջնական արդյունքը, կուզեի ավելի սենց մանրակրկիտ, մանր են, որ բարակ երկար սիրուն փաթաթում են, տենց փաթաթեի, բայց Եվան մի կողմից էր գոռում, ես մյուս կողմից ժամանակ չունեի, նվնվում էր, մի խոսքով ունենք այն ինչ ունենք, արդեն փորձել եմ 3-ից էլ, եթե անկեղծ միայն բլղուրովն ու միայն բրնձովը համենայն դեպս տաք վիճակում այդքան էլ հետաքրքիր չէին, բրնձովն ու ոսպովը իմ կարծիքով ավելի հաջող էր։ Ահա այն մայկաները, որոնց մասին խոսում էի ճանապարհին, տոպրակներից չեմ հանել, որովհետև վստահ չեմ, որ հագովս կլինեն, հետևաբար հետ ուղարկելու համար պետքա որ ամեն մեկը ճիշտ իր տոպրակի մեջ դնեմ, որ ավելի արագ լինի այդ process-ը։ Այստեղ սև ջինս էի վերցրել մի հատ էլ տիկոյի համար, բայց մեծ էր հագով, ափսոս։ Դեք հերթով ցույց տամ։
Հա, բացի մայկաներից նաև մի հատ sense տրիկո եմ վերցրել տան համար, չգիտեմ իհարկե հագովս կլինի թե չէ։ Կփորձենք, կհասկանանք եւ մի հատ էլ շորտ, էլի սպորտային։ Նրանց հետ նաև մի հատ մայկա եմ վերցրել, չգիտեմ, փորձեմ կլինի, չէ։ Համ կարելի է տանը հագնել ուղղակի, համ էլ սպորտով զբաղվելուց։ Ուրա իրանց հետի մայկան։ Հավանաբար սա է, հա։ Սենց երկար, իմ ամենասիրելի ձևն է սա մայկայի, տակը սենց կլորոտ։ Հիմնականում էլ չափսն եմ վերցրել, բայց բացելուց հետո հասկացա, որ բաներ կան, որ էլը շատ մեծ է։ Կփորձեմ, եթե այսքանի միջից մեկ կամ երկու հատ բան էլ հավանեմ ու պահեմ, էլի բան է։ Սենց մայկա, կարճատև, մի քիչ ավելի կարճ, այս մեկը էլի տենց կարճ ամենօրյա։ Այն առածս մայկաների նման է, ուղղակի սրանց թևերը ավելի կարճ են։ Այն օրը որ գնացի, նրա թևերը հասնում են մինչև արմունկներին։ Սա բավականին մեծ է, չգիտեմ ոնց կլինի, սենց նայելով կարող է մի քիչ շատ վատ նստի, որ այդքան մեծ է։ Այս մեկն էլ էր ոնց որ լավ մեծ, տեղին, համ մեծ է, համ երկար, չգիտեմ, տեսնեմ սիրուն կնստի այդ տրիկոյով, տեսեք հետևը մի քիչ ավելի երկար է, կպահեմ չէ, հետ կուղարկեմ, ես սիրում եմ տանը սենց հագնել լայն ու մեծ շորեր, որ ինձ ազատ զգամ, և վերջին մայկան հավանաբար, սենց մի քիչ գույնը թափածոտ, այսա փորձեմ բոլորը, հետո վերջում կասեմ, որը կպահեմ, հիմա հոգնած եմ ճիշտն ասած, հետո հանգիստ ժամանակ կգտնեմ, եթե լավը լինեն, ցույց կտամ, չնայած տենց հարմար հայելի էլ չունեմ, ունենց որ հագնեմ հայելու մեջ նկարեմ, բայց կփորձեմ ամեն դեպքում։ Ի վերջում պահեցի շորտը, շատ զարմացած եմ, որ եղավ, երկար տարբերակը շատ լայնոտ էր, հետ ուղարկեցի, հետո որ լինի էլի կպատվիրեմ, արդեն կիմանամ, փաստորեն այս Smiley-Dogs բրենդը բավականին մեծ է հագցնում, որովհետև ես M-ը վերցրել էի, բայց խիստ կասկածում էի, որ կլինի, փաստորեն եղավ ու լայն էր բավականին, Սան Ֆրանցիսկոն շատ սիրուն էր և այս լայն ու երկար մայկան, որը շատ լավ սազում էր այս շորտի հետ։ Սիրելիներս, մեզ մոտ ընթրիքի ժամ է և ես այսօր պատրաստում եմ վեգան պաստա, ավելի ճիշտ փորձում եմ վեգան պաստայի բաղադրատոմս։ Իմ պաստաները միշտ մսով են, ինչ-որ հետաքրքիր պանրային, սերուցքային կամ թթվասերային սոուսով ու Տիկոն չի սիրում սենց ուտել մակարոնը առանց ոչ մի բանի, գոնե կարագ կամ ինչ-որ մի խոսքով մի հետաքրքիր բան պիտի լինի։ Այսօր որոշել եմ պատրաստել սնկով, այստեղ ձիթապտղի ձեթնը և նայեցի, թե վեգանները ինչով են փոխարինում իրենց պաստայի սոուսը ու հասկացա, որ հնդկական ընկույզով։ Հիմա սպասում եմ սա խաշվի, այս ջրից լցնեմ ընկույզի վրա, իմիջիայլոց երեկվանից սա ջրի մեջ էր, լավ թրջվել է, փափկել է, հիմա մի քիչ մակարոնի ջրով պետք է բլենդերով հարեմ, որ ստացվի սպիտակ ինչ-որ կրեմային մի բան։ Վերջում կասեմ, համովեր թե չէ, արժեր, թե ավելի լավ էր ուղղակի սենց խաշած ձեթով ուտել։ Հիմա սունկը տապակենք, մինչև մակարոնը պատրաստ լինի։ Աղացի վերադարձա։ Մի քիչ ջրի կա ստացվել, ջուրը երևի շատ էր։ Հիմա լավ համեմունքներ կանեմ ու սունկը տապակվելուց հետո կլցնեմ, տեսնենք ինչ է ստացվում։ Հուսամ այս քայլով է համովագույն սունկը չեմ փչացնում, շատ համով սունկա։ Միակ մինուսը այն է, որ ինքը տենց շատ կրեմային չի ու սենց կտրված տպավորություն կա, որովհետև դե բլենդերը տենց շատ լավ չի հարել։ Եվ ամենավերջում խառնենք ու գնանք փորձելու։ Հիմա եկեք փորձենք։ Հոտը լավն է։ Եթե անկեղծ վատը չի համը, զուտ խանգարող հանգամանքը այս ավազահատիկների տպավորությունն է։ Երևի որ լավ հարիչով հարվի ու տենց շատ գլատկի լինի, շատ լավ կլինի։ Հրաշալի կփոխարինի ցանկացած թթվասերի կամ կրեմի ինչ-որ սերուցքի։
Մտածում եմ հաջորդ անգամ կարելի է հնդկական պոպոկը հարել առանց ջրի, նախ որ ստացվի լավ տենց պինդ կրեմ, հետո նոր արդեն ջուր խառնել, եթե պետք լինի, գուցե ավելի լավ ստացվի։ Հաջորդ անգամ հենց այդպես էլ արեցի ու շատ լավ ստացվեց։ Ձեռքի հարիչով հարում եք թրջած, փափկած ընկույզները առանց հեղուկի ու ստացվում է պինդ սպիտակ կրեմ, շատ նման մասկարպոն պանրի, որից կարելի է ստանալ լիքը տարբեր սպիտակ սոուսներ, պաստաների համար, բրդուճների ու ոչ միայն։ Վաղը պատրաստվում եմ պիցա փորձել։ Եթե դուք եք պահքի մեջ ու տանը հնդկական ընկույզ ունեք, կարող եք փորձել։ Day 2 Բարի լույս, մենք ունենք մի 40 րոպե ժամանակ, որ արագ հասնենք առևտրի կենտրոն ու հետ գանք, որովհետև 11 անցա, իսկ 12-ին Գարիշը դպրոցը վերջացնում է ու պետք է իրան վերցնել դպրոցից։ Այսօր որոշել եմ փորձել ես մեր նոր ավտոբուսը, որը մեր շենքի կողքով անցնում, կամ գարնա։ Տրոլեյբուսը կամ տրոլեյբուսի նման ինչ-որ մի բան, որը տանում է հենց առևտրի կենտրոն։ Տեսնենք քանի րոպե կտևի։ Այստեղից առևտրի կենտրոն։ Ես իջա ավտոբուսից, այսօր այդքան ժամանակ չունեի, որ սպասեի, մինչև տենց պտույտ տար միջոցին կանգար, հետո նոր հասնեինք տեղ։ Ավելի լավ է այս վերջին մի քանի 100 մետրը ոտքով գնամ, կարծում եմ ավելի շուտ կհասնեմ ավտոբուսից։ Իսկ հակառակ կողմում իմ համալսարանն է ու դիմացը, եթե հիշում եք։ Հաստորեն միաժամանակ հասանք ես ու այն ավտոբուսը, որով գալիս էի։ Ինձ մնացել է 3 րոպե։ 3 րոպեվա մեջ պետք է մտնեմ ներս, վերցնեմ ու դուրս գամ։ Բարեբախտաբար խանութը հենց առաջին հարկում է, հուսամ հերթ չի լինի, կհարցնեմ։ Հեսա, սրամայքի։ Merci beaucoup. Au revoir. Ay ժողովուրդ, ինչ վազելով եմ հասել ես այս տրամվային ու ոնց եմ 2 վայրկյանի տարբերությամբ սեզ բռնել, եթե մի կամ 2 վայրկյան ուշանայի չէի կարողանալու նստել։ Ոյ, վազեցի։ Հիմա 11:57-ը, Գարիշը 12-ին դուրս է գալիս դպրոցից, ստեղից կարամ հանգիստ քայլելով գնամ, որովհետև 3 րոպեից հաստատ կհասնեմ տեղ։ Սա իսկական առավոտյան մրցավազք էր։ Եվ ահա թե ինչի համար ես ինչքան վազեցի։ Այ, փոքրիկ մանկական սրբիչ է սպիտակ։ Այնտեղ բացեցին, որ վստահ լինեն ճիշտ է պատվերը եկել։ Ու եկեք միանգամից ցույց տամ, ահա թե ինչի համար էր սրբիչը, ինչպես տեսնում եք, տեղակայել այս սիրուն զամբյուղի մեջ, որը նույնպես իմ շաբաթվա պատվերներից մեկն է, շատ գոհ եմ, շատ լավն է, շեյնից էի պատվիրել, ավելի մեծ էի պատկերացնում, բայց ինչևէ, այս զամբյուղը հիմա պատրաստում եմ ուղարկել հիվանդանոց, նորաթուխ մայրիկին, մի քիչ ուրախացնելու համար, այստեղ տակաշորեր են, որոնք երբեք ավել չեն լինում կյանքի առաջին 2-3 ամիսների ընթացքում։ Լոգարանի սրբիչ, սա հիմնական նվերը չի, ուղղակի ես մի քանի փոքրիկ բան եմ դրել, զուտ փոքրիկ ժեստ, սուրճի այդ րոպեները ավելի հաճելի դարձնելու համար, ու սենց մի 2 փոքրիկ բան, սա մարլայից տենց մեծ ծածկոց է, որը կարելի է օգտագործել որպես ծածկոց ամռանը, կամ որպես տակաշոր, չնայած ինքը բավականին մեծ է։ Իմ ամենասիրած բաներից մեկը, որ ես սիրում եմ երեխաներին նվիրել, գիրք, բայց փոքր տարիք երեխեքի համար երաժշտական գրքեր, այստեղ սեղմում եք ու սա կոնկրետ օրորոցայիններ է երգում, շատ լավն է, եւ այ համար եմ առնում ու ընդհանրապես եթե փոքր երեխեքին պետք է նվեր առնեմ, մինչև 2-3 տարեկան, նախընտրում եմ միշտ, որ մեջը լինի գիրք, հատկապես երաժշտական ու մի քանի քաղցրավենիք, այնպիսի բաներ, որ երևի թե բոլորը սիրում են, Kinder, Nutella, համով բաներ, այսենց, շատ մեծ հաճույք եմ ստանում նվեր պատրաստելուց, չգիտեմ դուք ոնց գրեք մեկնաբանություններում, ես ավելի շատ սիրում եմ նվեր պատրաստել, քան ստանալ, ասեմ ավելին, երբեմն նվեր ստանալուց բավականին ներվում եմ ու ինձ լավ չեմ զգում, բայց պատրաստելուց միշտ մեծագույն հաճույք եմ ստանում։ Այսօրվա մեր մենյուում ոչ այնքան գեղեցիկ, բայց շատ համով բրոկոլի է տապակված ու ծաղկակաղամբ եւ եթե նկատում եք վրան ինչ-որ բան կա, քանի որ ձվի մեջ հաթախել չէի կարող, պատրաստել եմ ուղղակի ջրով, ալյուրով ու լիքը տարբեր համով համեմունքներով խառնուրդ, թաթախել եմ ու տապակել եմ ձեթի մեջ։ Ոչ առողջարար, բայց շատ համով, ուղղակի եթե միտք չունեք այսօր ինչ պատրաստել կամ վաղը
գուցե ձեզ ինչ-որ բանով օգնի։ Իսկ ծաղկակաղամբի ու բրոկոլիի մնացած մասը հաջորդ օրը գնացին ջեռոց, տապակեցի նաև կարտոֆիլ ու ճաշեցին, որից հետո ստացանք հերթական պատվերները, քանի որ Եվան արդեն 7 ամսեկան է, իհարկե հաջորդիվ կադրերում ինքը դեռ 6 ամսեկան էր, արդեն իր համար պատվիրել ենք աթոռ, քանի որ սկսել է հավելյալ սնունդ ուտել ու նստելու փորձեր անում։ Ամազոնից եմ պատվիրել, ընտրել եմ մատչելի սովորական այս տարբերակը, եթե անկեղծ, քանի դեռ մեր սեփական տունը չունենք ու ոչինչ հիմնական չի, տեղ էլ չունեմ, որ գնեմ լավը ու պահեմ հաջորդ երեխաների համար, ընտրում եմ այնպիսի բաներ, որ թանկ չլինեն, կարևորը լինեն ապահով, հարմար ու հեշտ մաքրվող։ Մնացածը արդեն երկրորդական բաներ են։ 3 տարբեր ձևերով կարելի է օգտագործել, ցածր ոտքերով դնել կամ բարձր, ու ինչպես տեսնում եք, Եվան շատ հավանել է իր աթոռը ու սիրով նստում է օրվա մեջ մի քանի րոպե։ Էս էլ խաղալու մանեժը, չգիտեմ, սրա վրա կա նկարը, բան կանեմ լավ ստեղ միտեղից Ամազոնից եմ պատվիրել, կհանեմ կդնեմ։ Սա գորգն է, շատ բարակ է, ոնց տեսնում եք, բայց փափուկ է։ Ու լավ է, որ ծալովի է, որովհետև ես այդքան մեծ տեղ չունեմ ու եթե ծալովի չլիներ, տեսեք, այսպես կոմպակտ ինքը ինչ-որ բան է դառնում, ցանկացած տեղ կարելի է դնել։ Բացի դրանից, քանի որ սկզբնական շրջանում դեռ այն մնացածի կարիքը չկա, կարելի է այսպես կեսով օգտագործել, 2 տակով, հետո արդեն բացել, 2 կողմանի է, 1.50-ը 1.50-ի վրա, 1.5-ը 1.5-ի վրա, ավելի հարմար ինչ-որ չափ չկարողացա գտնեմ, դե 2 մետրանոց չէի ուզում, ոչ էլ մի մետրանոց, որ շատ փոքր լիներ, որովհետև հեսա կմեծանա, արդեն իրան ավելի հարմար ու հետաքրքիր կլինի, այս նկարը, այսպես բան է, սա այդ կողքերի մասն է, սրանք դե արդեն այս երկաթներն են, ու այս կանաչ ու դեղին բաներն էլ բռնակներ են, որ երեխան բռնի բարձրանա կանգնի, եթե օգնության կարիք ունենա։ Սա առայժմ սենց կպահեմ, կօգտագործեմ միայն գորգը, հետո որ արդեն մի քանի ամսից մեծանա, սկսի շարժվել, այս կողմ են կողմ գնալ, արդեն նոր կբացենք, մնացածը կհավաքենք։ Ես գոհ եմ, սա միակ տարբերակն էր, որ չափը հարմար էր և գորգը ու այդ կողքի հատվածը ամբողջը միասին էր վաճառվում, որովհետև առանձին գնելու դեպքում նախ դժվար է նույն չափի գտնել և այդ պարկը և խալին, բացի դրանից հենց ավելի մատչելի էր, 85 եվրո էր կարծեմ, երկուսը միասին, իսկ նենց եթե առանձին առնեի, ինձ թվում է չէ, հաստատ 100-ից ավել կնստեր իմ վրա։ Բացի Եվայի այդ խաղալու տեղից ու աթոռից, գայշին նաև բոթասներ էի վերցրել, այս մեկը արդեն հանեց հագավ գնաց դասի, սպիտակ, ու այս տարբերակն էի վերցրել, մտածեցի սենց կտորից թեթև բարակ ամառային շորիկների հետ լավ կլինի, բայց սենց կողքից էի նկարը տեսել, ու այս վերևի, չգիտեմ, պիտակը մի քիչ ինձ խանգարում է կարմիր, բայց քանի որ զեղչով եմ առել, երևի կպահեմ, մեծ է մի քիչ իր հագով, 35-ն է, չնայած այս մյուսն է 34-ն էի վերցրել, գրեթե նույն չափն են, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց պահեմ և կհագնի քիսերով կամ չգիտեմ, վատը չի, ուղղակի կարմիրը մի քիչ շատ է, ասենց վերևից եթե տեսած լինեի, կարողա չվերցնեի, բայց այս կողքից նոր փիկ էր երևում, տեսնեմ ինքը ինչ ասում, այն մեկը շատ հավանեց, մի անգամից բացեց հագավ ու գնաց ուրախ, այս մեկը մնաց, կամ մի հատ էլ փորձենք, բայց երևի թե կպահեմ։ Եվ Շեյնի պատվերները, տեսեք ինչ եմ գնել իմ համար, գանտելներ, ես ունեի այս 2 կիլոգրամանոց գանտելները, որոնք արդեն մի քանի տարի ունեմ ու արդեն հոգնել է ես նույն քաշից, անընդհատ գնում էի, որ ավելը վերցնեի, չգիտեմ 3 կիլոգրամ, 5 կիլոգրամ, բայց միշտ չէի առնում, որոշեցի պատվիրեմ 35 եվրո այս ամբողջ կոլեկցիայի համար, կարելի է դարձնել գանտելներ, ընդհանուր քաշը 20 կիլոգրամ է, եթե բոլորը միացնեմ իրար, կարելի է մաքսիմում ստանալ 2 հատ 10 կիլոգրամանոց գանտել կամ մի հատ 20 կիլոգրամանոց շտանգա, ծանրաձող երևի, այսենց այս երկուսը ամրանում են իրար, սրանք հանվում են ու դրվում են ծայրերին և շուտով կարնավալն է դպրոցում, ընդամենը տենց մեկ շաբաթից պատվիրել եմ սև տյուլ, այս տյուլը երկար սենց
Ճուլ եմ վերցրել, որպեսզի գարուշի այս չորեքշաբթի շորը, չգիտեմ հիշում եք թե չէ, որ սեպտեմբերին իր ընկերուհիներին հրավիրել էր մեր տուն ու պիրատների, այտենց ծովահենների թեմատիկայով ցերեկույթ էին անցկացնում։ Սև շոր չուներ ու ինձ խնդրել էր, որ խանութից գնեի ինչ-որ ծովահենի շոր, մեջներից հարմարը էս էր։ Հիմա քանի որ կառնավալին ասում եմ իմաստ չունի ինչ-որ նոր ուրիշ բան առնելը, էլի սա կհագնեմ ու կլինեմ կառնավալին չորեքշաբթի կերպարում, եթե չգիտեք չորեքշաբթին ով է, այստեղ նկար կդնեմ, կտեսնեք, սերիալի հերոսուհի է։ Վերցրել եմ այս ծյուլը, որ այս շորին մի քիչ ավելի սիրուն տեսք տամ եւ այս գոտին, որ այստեղ կապի, եւ այս չոլկան, որ դնենք ավելի նմանվի, որովհետեւ չորեքշաբթին չոլկայով է, ինչպես նաեւ այս աքսեսուարը, ովքեր որ նայել են սերիալը, իրեն կճանաչեն, սա չորեքշաբթի երևի հավատարիմ ընկերն է, որ միշտ իր հետ է, իր ուսին կամ գլխին, ձեռքը։ Ամեն տարի կառնավալին տենց ընդհանրապես չենք պատրաստվում մենք։ Այս տարի որոշել եմ լրջորեն պատրաստվել, ոնց տեսնում եք։ Միասին շորը կձևափոխենք, իրան այդ օրը կպատրաստեմ։ Կտեսնեք, ամեն տարի ինչ-որ սենց արքայադստեր սովորական կերպարով էր լինում, ինչ-որ պուպուշիկ շորիկով, բայց ամեն տարի իր օգտին չեն քվեարկում, որովհետև այդ կառնավալի օրվա վերջում սենց դեֆիլե են անում երեխեքը, ու վերջում քվեարկում են ինչ-որ մեկի օգտին, ու ինքը ամեն տարի ասում էր, նենց կուզեմ ես հաղթեմ, նենց կուզեմ մի տարի հաղթեմ, ու ամեն տարի չի հաղթում։ Այս տարի ասեցի արի մի հատ լրջորեն պատրաստվենք, ինչպես բոլոր ընտանիքները, ու տեսնենք ոնց չես հաղթում։ Սա վերցրել եմ Ամազոնից, 15 եվրո էր ոնց որ, գոտին Շեյնից, մեկ ու քանիս, այս էլ երևի մի 4-5 եվրո է ծյուլը, և այս բացիկը, պուպուշիկ սիրունիկ, welcome to the world, բարի գալուստ աշխարհ, այս շարունակությունը, որ նկարեմ, արդեն կտեսնեք, այս պատվերների հետ նաև վերցրել էի սիրուն զամբյուղ, նվերի համար, ու այս բացիկը պետքա գնար դրա մեջ, բայց զամբյուղը ուղարկել եմ, հետո որ գնանք, արդեն այս բացիկը կտանենք։ Այսօր ես ու Գայոշը պատրաստում ենք միջինքի գաթա, ես հեսա գնում եմ լոգարանում սահարեմ, որովհետև Եվան քնած է, ձայնից չարթնանա։ Այստեղ միջուկի համար դրել եմ մի քիչ ալյուր, շաքարավազ, կոկոսի յուղ, ընկույզ ու նուշ, որոշեցի խորիզին ավելացնեմ նաև ընկույզը ու նուշը։ Այստեղ էլ Գայոշը խմորի մասն է հարում, դեռ միայն ալյուրն ու էլի կոկոսի յուղը։ Մի քիչ էլ ձեթ, շատ ձեթ չունեի տանը, որոշեցի կոկոսի յուղով անեմ, տեսնենք ոնց կստացվի։ Այն միջայլոց գետնին ենք դրել, որովհետև Գայոշին վերևում հարմար չէր, տենց ձեռքով խառնել, ձեռքը ցավում էր, գետնին անում, որ չհոգնի։ Այսեն շատ համով բան ստացվեց, նաև դարչին եմ լցրել, մոռացա ասել, ընտիր համունի։ Հիմա էքսպերիմենտներ եմ անում ժողովուրդ ջան, ինչպես միշտ, ինչ-որ բաղադրատոմսով չեմ սարքում, վերջում տեսնենք ինչ կստացվի։ Վանիլն եմ մոռացել խորիզի մեջ, հիմա սա էլ կավելացնեմ, մի հատ էլ ալյուրի վրա լցրեցի, եւ քանի որ ես շատ եմ սիրում մածունով գաթա, բայց մածուն չեն կարող օգտագործել, այստեղ ունեմ սոյայի մածուն, որի համը իմ համար շատ վատն է ու ես չեմ կարողանում սենց ուտել այս մածունը, դրա համար որ առել եմ, ստիպված օգտագործում եմ ինչ-որ բիսկվիտների, հիմա նաեւ գաթայի մեջ կավելացնենք։ Հիմա սա փխրեցուցիչը կլցնեմ մածունի մեջ, միջայլոց նախորդ օրը բիսկվիտ եմ պատրաստել սոյայի այս մածունով ու այդ ինչ համով է ստացվել։ Եթե մի օր էլ սարքեմ, վիդեո կնկարեմ, որովհետև շատ համով էր։ Հիմա տեսնենք այս էքսպերիմենտալ գաթայից ինչա դուրս գալիս։ Մի քիչ, ու փաստորեն բարձրանում է։ Okay. Այս հա, հենա թթվեց։ Երևի էլ կարիք չկա, բայց լավ, եկեք մի կարթիլ անեմ։ Ես մտածում էի, քանի որ կաթնամթերք չի, բայց տեսեք, փաստորեն պճպճում է։ Լավ, արագ լցնի, քանի չթափել։ Ու մեր իմպրովիզի արդյունքում ստացվեց այսել շատ համով ու փափուկ գաթա, որը հաջորդ օրն էր իմիջայլոց փափուկ, ի զարմանս ինձ, կոպեկներ բաժին հասավ Գայոշին։ Խոստանում եմ այս վլոգի վերջին պատվերները շորեր երեխեքի համար բոզիներ Եվային պլետիկով ու կարճաթև արդեն
Պիժամաներ գիշերը քնելու համար բարակ, սրանք էլ ամենօրյա հագնելու։ 2 հատ ցեփով ցերեկվա, 2 հատ գիշերվա, այսօր գարիշին էլի պիժամա։ Սա միայն պետք է փորձենք, որովհետև ամենամեծ չամփը մնացել էր 6-ից 9 ամսեկանի։ Տեսնեմ կլինի Եվայի հագով, թե փոքր է։ Օ, կլինի, լավ մեծ է։ Լավ, վсё, ես մտածում էի կարող է իմաստ չունենա, կարճ հագնի, բայց չես ամբողջ ամառ ինքը կհագնի։ Վերջ։ Դեռ դուրս հանեցի, հեսա պիտակները կտրեմ ու գցեմ լվանալու։ Իսկ թվում է մենք արդեն պատրաստ ենք ամռանը, քանի որ դե ամռան շոքին շատ բանի կարիք չկա։ Իսկ թվում է բոդին հերիք կլինի։ Դե տնից դուրս հագուստ կվերցնեմ, ավելի տեղ գնալու, բայց տան համար հիմա արդեն կհագնենք կարճաթև բոդի ու սենց թեթև ինչ-որ բան, իսկ ավելի շոկ օրերին արդեն ուղղակի բոդի։ Ձեր գարիշի պիժամաներ բացեցի, շատ մեծ է, բայց ինձ թվում է ոչինչ։ Ինքը սիրում է մեծ շորեր։ Մանավանդ եթե ինչ-որ մի բան դուրը գալիս է, ասում է լավ է, երկար կհագնեմ, բայց մենք երբեք այդ արտահայտությունը չենք արել, այդ միշտ կատակի թեմա է, չէ՞, հայերի մեջ, բայց ինքը միշտ ուրախանում ասում է, լավ է, քանի տարի ավելի կհագնեմ։ Ու էլի տեղափոխվում ենք խոհանոց, ոնց տեսնում եք ամեն հաջորդ կադրը խոհանոցից է, որովհետև օրվաս մեծ մասը անցնում է խոհանոցում։ Այսօր մի քիչ ազատ ժամանակ ունեի ու որոշեցի միանգամից մի քանի բան սարքեմ, որ գոնե երեկոյան հանգիստ լինեմ։ Նախատեսել էի ոսպով կոտլետ ու կաբաչկայով, բայց կեսից հոգնեցի ու որոշեցի երկուսն էլ խառնել իրար։ Լավ էլ համով կոտլետներ ստացվեց արդյունքում։ Հետը նաև թխել էի լավաշ ու պատրաստեցի գուակամոլե Մարիաննայի բաղադրատոմսով, Գարիկի կնոջ։ Շատ համով է ստացվում, մի ավոկադո, մի փոքր կտոր սոխ, փոքրիկ կտոր սխտոր, մի բջեղ էլ չէ, մեկ բջեղի կեսը, մի քամած կիտրոն ու վերջում աղու պղպեղ, հրաշալի սոուս է ստացվում բրդուճների համար կամ ուղղակի չորահացով կամ չիպսով ուտելու։ Գարիշի համար էլ խաշել էի հավի կրծքամից, որ իր ուտելիքների հետ գոնե մի քիչ միս ուտեր, այն էլ պարզվեց, որ ինքը խաշած հավի կրծքամից չի սիրում, չնայած որ սրանից առաջ իմ համար միշտ խաշում էի, շաբաթվա համար այդպես ուտելու, ինքը միշտ իմ հետ օգտվում էր, ես մտածում էի դե երևի կուտի։ Մի խոսքով ասած չեմ սիրում, բայց ես այտենց միս ասեցի լավ, հիմա բլենդերով այս սրանով հարեցի էփած հավի կրծքամիսը, թեթև արած, 2 հատ ցու ավելացրեցի, որ սենց կպչուն լինի։ Հիմա ձև կտամ, ֆորմա կտամ, տենց բուջուրիկ կոտլետիկների նման ու կթաթախեմ աքսիմատի մեջ, տապակեմ, գոնե սենց ուտի, մի 2 օր։ Տեսեք ինչ նման ստացվեց, պետական տենց գնաց տարբերակներին դիտմամբ եմ սենց ծուռ մրտիկ արել տարբեր չափսերի, հիմնականում հենց այս տեսքն էլ ունենում են նագետները։ Չնայած մենք այդպիսի խնդիր չունենք, բայց եթե երեխաներ ունեք, ովքեր չեն ուտում միս, տան պատրաստած կամ ուրիշ բաներ, fast food են սիրում, ինձ թվում է լավ տարբերակ է։ Պատրաստում եմ ու դա եմ մտածում, երևի հենց սենց էլ սարքում են նագետները։ Ես երբեք չեմ սարքել, որովհետև տանել չեմ կարողանում, բայց ինձ թվում է սենց ավելի առողջարար կլինի։ Նույնիսկ կարելի է չտապակել ու վառարանում էփել կամ գրիլի մեջ, շատ ավելի լավ կլինի առանց ձեթի։ Մենք դուրս եկանք զբոսանքի դասերի արանքում, անել եմ մի քիչ մանտամ, այն հույսով, որ կքնի, ես էլ կգնամ հանգիստ դաս կանեմ, բայց դեռ նստած կողքերն է նայում ու միտք էլ չունի պարկելու։ Հուսով մի 10-15 րոպեից կքնի, մի հատ էլ ուզում եմ մտնեմ սուպերմարկետ։ Այս ճաշիկներից էի ուզում գնեի Եվային, իհարկե ես իր ուտելիքները ինքս եմ եփում, բայց այս բանկաների համար վերցրեցի 2 հատ, թափեցի միջինը ու բանկաները պահեցի, որ իր ճաշի եփելուց հետո լցնեմ, քանի որ բանկաները 200 միլիգրամանոց են, այսպես ավելի ճիշտ եմ կողմնորոշվում, թե ինչքան է ուտում։ Ռելի են մեր շատ սիրելի քաղցրավենիք եմ պատրաստում, բայց քանի որ նուշի փոշին վերջացել է, ինչքանով լավ կստացվի։ Ասեմ, որ սենց էլ շատ լավ ստացվեց, ոնց տեսնում եք կտորները մի քիչ մեծ են ու այսօր ունեի դդմի, կորիզ, չիայի ու կտավատի սերմեր, դրանք էլ որոշեցի քիչ էր մնացել։ Մի անգամից լցնեմ, հեսա խառնեմ։
Իդեպ քանի ես պուճուրի կտորը մնացել է, ասեմ, որ անմահական էր։ Չգիտեմ, թե ես միջի խրթխրթան սերմերից էր, թե որ նուշը ավելի մեծ կտորներով էր, բայց ընտիր էր ստացվել։ Չգիտեմ, անցած անգամ փորձել էի կեն բաղադրատոմսը, թե չէ։ Եթե փորձել եք, իմացեք, որ այս տարբերակով էլ ավելի համով է։ Եվ ավանդույթներ չխախտելով, եկեք Եվան ձեզ ասի, լավ մնացեք, ապ, սիրեք, եղեք սիրված, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, պաչիկներ ու հաջողություն, բայ-բայ։